Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ Հայկ, ձեզ կրկին այցելել են Դավիթը և Վահանը, այս անգամ արդեն չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ, համեցեք։ Մինչ ամենալը կխնդրեմ թույլ տաք, որպեսզի օգտվենք ձեր տան ամենահետաքրքիր ատրիբուտներից մեկից, այն է զանգը։ Կարելի է։ Այո։ Շնորհակալություն, դուք ասացիք, որ կարելի է ոտքով։ Հիշեցնեմ ինչի համար, որովհետև միշտ մենք իրերով գալիս ենք տուն, եւ ձեռքերը միշտ զբաղված է, որպես այսպես չբարձրացնես գիրիայի։ Բարև ձեզ Միլենա։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք զանգը լսեցի եկա։ Հասկանալի է։ Մենք մոտավորապես 1 տարի առաջ էինք գտնվում այստեղ եւ բավականին անբարենպաստ էին ճանապարհները։ Հիմա լավ փոփոխություններ ենք նկատում։ Ինչպես նաեւ ձեր մեքենան է կարծես թե փոխվել, համարանիշներից եմ դա ենթադրում։ Ճիշտ է ամեն ինչ։ Այո, համարանիշները եթե նկատում եք, մի տեղերով են փոխվել տառերը։ Այո։ Լավ են գործերը կարելի է ենթադրել։ Փառք Աստծո։ Եվ ճանապարհները նույնպես լավ են, դա ողջունելի է։ Որքան ժամանակ է որ այս տունը կառուցված է եւ դուք այստեղ եք ապրում Հայկ։ 4 տարի մոտավոր։ Արդեն 4 տարի։ Ենթակառուցվածքներ կան, չկան, ավելացան այս ընթացքում։ Հա, ավելացել են, բայց մի փոքր հեռու ավելի։ Այո։ Բայց հարմարություններ կան, ես շատ եմ սիրում այս թաղամասը, ընդհանրապես այս վայրը, լոկացիան։ Շատ հարմար է։ Անուն ունի, մոլ, խանութներ, տարբեր բաներ։ Չէ, անուն ճիշտ ասած չունի կարծես թե։ Մի փոքր դա է բարդ բացատրելու առումով, որովհետև ոչ կարող ես ասել մասիվում ես, ոչ նոր կմարաժ, բայց հենց ես այդպես էլ ներկայացնում, որ դրանց արանքում է։ Եվ հասցեով նույնիսկ հասցենը դեռ մի քիչ անորոշ, այսպես, բայց գտնում են մի ձև։ Գնանք ներս Հայկ։ Ամեն դեպքում դեռևս ցուրտ է, չնայած արև է, բայց ցուրտ։ Ովքեր են տանը այս պահին։ Քույրս միայն։ Տան անդամները աշխատանքի են։ Այո, աշխատանքի են։ Դեկորները ում ձեռքի աշխատանքն ենք հիմա տեսնում։ Քրոջս իր մասնագիտական ոլորտից է սա։ Ահա։ Միլենա, շնորհակալություն այս հեքիաթային ձևավորման համար։ Շնորհակալ եմ գնահատելու համար։ Աչք է շոյում միանգամից առաջին հայացքից կանք ներս։ Համեցեք։ Հայկը կարծես թե այնքան էլ տրամադրություն չունի։ Խոսակցությունը շեղենք դեպի ձեզ, Միլենա։ Ինչպես եք ձեր կյանքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ընթացքում։ Կայուն լավ է ամեն ինչ, շնորհակալ եմ։ Ես տեսնում եմ շատ հետաքրքիր մի բան, որտեղ նաև գրված է Ջանոյաններ, շատ փոքրիկ, երևի թե Դավիթ հիմա կմոտենա, որպեսզի ավելի ակնառու լինի։ Սա ես համացանցում տեսա, պատվիրեցի, ես միտքը ճիշտ ասած ես եմ ասել տարբեր մտքեր կար այնտեղ, շատ հետաքրքիր դիզայններ, մասիսը ասացի որ լինի, որտեղ Մարիկիս սիրած պատկերն է։ Ու այս միտքը որ մեր կտուրը կարմիր է, այս միտքը որ ասած միանման տաներ են եւ մերը։ Եվ ձերը տարբերվող կարմիր դռնով։ Այսինքն կողքի տները ձեզ չեն պատկանում, այնպես չի որ մեկը Հայկի տունն է, մեկը Միլենայի տունն է։ Բայց պասակվենք։ Հուսանք այդ ամենահարմար բանն է, չէ՞ որ առանձնանում են, բայց մոտիկ են տանեցիներն ապրում։ Հավանաբար չեմ կարող ես ասել։ Մի հետաքրքիր բան եմ տեսնում, տան հեռախոս։ Վերջին անգամ ով եւ երբ է օգտագործել այս հեռախոսը։ Բարբերաբար օգտագործում ենք, սա էլի մտքերից է, որ լինում է, չէ՞, բջջայինի դարում, որ միշտ այդ գաղափարը միշտ կա, այդ հումորը, որ
տանեցիները միշտ ամբողջ օրը ձեռքին հեռախոսը, բայց երբ դու զանգում ես դրսից, չեն պատասխանում։ Դրա համար այս հեռախոսն է դրված։ Հետո մեզ մոտ քանի որ հեռուստաաշտարակին մոտ են, երբեմն կապի խափանում է լինում, դրա համար հա, սա Բայց ավելի հաճախ այդ մյուս առումով դե բոլոր շատերին խորտ կտամ են տանեցին այդ կապ պայլոմանը, որ կարևոր բան լինում, զանգում ես հենց այդ բանը պետքա բջջայինը չլսեն։ Այս ավելացրեցինք այդ փաթեթը, այսպես միացրեցինք ու Եվ օգտվում եք։ Եզակի մարդկանցից եք, ով վերջին 5 տարիներին թերևս օգտագործում է տան հեռախոս։ Նույնիսկ մեր նախորդ հանդիպմանը չկար, նորը լրիվ։ Ես դրա համար ասացի, որ նկատում եմ փոփոխություն։ Սենյակը, որը այս պահին մենք տեսնում ենք, ումն է։ Ծնողների սենյակն է, հա։ Կարելի է առանց նրանց ներկայության գնալ եւ հասկանալ ինչու եք սարքել պահեստ ծնողների սենյակը։ Չէ, մեր ուղղակի թանգարան ամբողջ տունը։ Իրականում մեր բոլոր սենյակները ինչ որ առումով պարբերաբար դառնում են, բայց դու փորձում ենք բեռնաթափել, որովհետեւ էլի աշխատանքից ելնելով իրերը շատ են։ Իմ ռեկվիզիտները աճպարության։ Միլենա ամեն օր սա հավաքում եք, հետո նորից դասավորում։ Այո։ Իհարկե, սա ամենևին ձեր համար արվեստի չէ։ Միշտ։ Չէ, իսկապես եթե այսպես չլիներ, այսքան ատրիբուտ էլ չէինք ունենա, մենք սովոր ենք սենց ապրել, որովհետև մայրիկը շատ փոքր տարիքից մեզ սովորացրել է արվեստային այդ մթնոլորտում ապրել ու ամեն անկյունը գեղեցկացնել ըստ հնարավորության։ Պարզապես միգուցե ասենք անկողնով նա չլիներ, սեղանի լինի, բայց այդ բաները կա միշտ զարդարանքները։ Հա, ամեն անկյունը գեղեցկացնելը։ Հետաքրքիր ձայնը լսվում է բուխարու։ Ես Կախարդով դիտմամբ լռում էի, որպեսզի ձայնը ավելի լսելի լիներ։ Հետաքրքիր մթնոլորտ է այս սենյակում, բայց քանի որ ծնողները այս պահին տանը չեն, երևի թե շատ հարցեր չեմ տա այս սենյակի հետ կապված, միայն լատիներեն եւ ռուսերեն բառարան։ Ով է ուսումնասիրում լատիներեն։ Մայրիկս բժշկական համալսարանում դասախոս է, ընդ որում լատիներենի, անգլերեն, դասավանդում է ու մասնագիտական էր։ Մասնագիտական գրականություն։ Ծնողների սենյակում կարծես թե ամեն ինչ բարձ է, գույների հեղինակը կրկին դուք եք Միլենա որպես դիզայներ, թե սա ծնողների ճաշակն է։ Ծնողներն որ հետաքրքիր է մեզ մոտ բոլորը ընտանիքի անդամները ունեն այդ արվեստի միջոցով ամեն ինչին նայել է ու իրանք էլ են որոշում էլ, այնպես չի որ մասնագիտությունը ինտերիեր դիզայներա, ես եմ որոշել շատ բաներ իրանք են առանց ոչ թե առանց հաշվի նստելու, այլ իրանք իրենց ճաշակով որոշել են։ Նաև հյուրասենյակի հատվածն է շատ գեղեցիկ զարդարված դեռ, որովհետև դեռ ամանորը շարունակվում է, ես վստահ եմ դուք եք հեղինակը, ձեզ օգնողներ կան այս հարցում, թե բոլորը աշխատանքի են շտապում և դուք մնում եք ձեր մտքերի հետ միայնակ ու կարողանում եք ստեղծագործել, զարդարել։ Շատ ատրիբուտներ ինձ են պատկանում, բայց իրանց ռեալիզացնելը, օգտագործելը մայրիկի հետ ենք անում, որովհետև ինքն էլ այդ աչքը շատ ունի, ինչպես արդեն նշեցի, իր գեներով է մեզ ոնց որ փոխանցվել նաև արվեստային, այնպես որ իր հետ միասին ամեն մեկը ինչ-որ մի բանով ընդհանուր պատկեր ենք ստացել։ Սինթեզատորը ում է պատկանում։ Բոլորիս այդ առումով էլ ինչպես Միլենան նշեց, բոլորս նվագում ենք տանը, հայրիկը, մայրիկը։ Դուք նվագում եք, Հայկ։ Խնդրում եմ, մի բան հենց հիմա մեզ համար արագ իմպրովիզացիոն կերպով։ Ցանկ ունենք ուրեմն։ Ցանկ։ Որընտրեք ինչ եք ուզում։ Կոմիտաս, Մալխասի մոտիվներով Բաբաջանյան, Սայատնովայի մոտիվներով Բաբաջանյան, Համասյան եւ Արկադի Դոմիկյան։ Կոմիտաս։ Չի քննարկվում։ Ամենայիմ սիրելի գործը եւ շատերի կարծում եմ։
Շնորհակալություն Հայկ, սա Կոմիտասի ամենասիրելի ստեղծագործություններից էր։ Իմն էլ։ Եվ հիշեցի, որ դուք նաև որպես եկեղեցում ծառայող եք հանդես գալիս, եթե չեմ սխալվում, երգչախմբում։ Արդեն քանի տարի է ծառայում եմ եկեղեցում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում, բազում երևի շատ քաղաքի եւ քաղաքից դուրս եկեղեցիներում բարձրացել եմ խորան, մինչեւ Սյունիք Տաթևում էլ արդեն մի քանի տարի է, բարբերաբար գնում եմ, բարձրանում եմ խորան եւ շատ ուրախ եմ դրա համար։ Ես ուզում եմ մի փոքրիկ հավելում անեմ, հետաքրքիր է որ դե Հայկի, ինչպես գիտեք, մասնագիտությունը աճպարարությունն է եւ շատերն են այդ համադրությունը հետաքրքիր համարում, որ եւ ոնց որ եկեղեցում ծառայում եմ աճպարար, բայց փաստորեն ստացվում է դա։ Այո։ Համադրել շատ հետաքրքիր ձևով ու համեմել արվեստի։ Եկեցիկ ուղակի, շատ խորհրդավոր էր ամեն ինչ։ Իրականում ընդհատեցիք նայեք, ուզում էի նշել նաև երաժշտության վերաբերյալ, քանի որ տանն ենք ընտանեկան մթնոլորտն է մանկության երևի անդրադարձ կարելի անել, մեր համար իմ համար ամենաջերմ հիշողությունից մեկն էլ հենց դա էլ է նաև, որ հայրիկս նվագում էր դաշնամուր, մայրիկս երգում էր ու մենք այդ մթնոլորտում ենք մեծացել, դրա համար ուզում նշեմ, որ շատ կարևոր է մանկությունից այդ սերմանելը, որ հետագայում արդեն, չէ՞։ Հա, այդ առումով իսկականից շատ հաճել է միշտ որ հիշում եմ հայրիկի ու մայրիկի նվագելը, երաժշտական ճաշակ հայրիկից ենք ստացել, ջազը, մալխասը եւ այլն։ Չնայած իրանք երկուսն էլ լրիվ ուրիշ ոլորտում են, ինչպես նշեցի մայրիկս դասախոս, հայրիկս ուրիշ ոլորտում, այնպես որ այդ ջիղը կա արվեստի, բայց տան մեջ Հայկ, ինչպես են ներկայացումները ընթանում, դուք վերջին շրջանում նաև որպես դերասան եք հանդես գալիս, իհարկե ձեր գծով, աճպարարություն եւ բեմ միասին։ Այո, ես իմ սոլո ներկայացումը դրեցի աճպարարական մոնո։ Եվ մի քիչ դժվար է ռեալիզացնել Հայաստանում, բայց փորձում ենք այդ մշակույթը մտցնել, ավելի շատ դեռ եկամուտի շահույթի համար չի, բայց ստեղծագործելու, որովհետև շատ հնարքներ կան, որ պիտոմ ֆանտաստիկ հնարքներ ընդ որում։ Թե հումորի առումով, թե զարմանքի առումով շատ հետաքրքիր համարներ կան, որ միջոցառումների ժամանակ չի լինի անել, բայց ափսոս են, այսպես ասած, պես որ պետք է շարունակելու եմ, էլի։ Ինչ թեմաներ եք բարձրաձայնում ներկայացման ընթացքում, թե միայն շոու է, կարելի է այն անվանել շոու ներկայացում։ Հա, շոու ներկայացում է, հումորով շատ համեմված է, բայց իրավիճակային հումորներով։ Այս իրավիճակում ինչ հնարք կցուցադրեք մեզ եւ մեզ դիտող մարդկանց։ Կարևոր աճպարը պետք է լավ կլինի, որ հատուկ իրերով չանի եւ ցանկացած իրովանի, ձեզ մոտ եթե ծխախոտ կա։ Այո, իհարկե կա։ Ցավոք սրտի կա։ Կարելի է այդպես ասել։ Ինչ եք անում, Հայկ։ Ինչու եք պտտվել։ Ամեն դեպքում մատերս եմ վարժություն եմ անում։ Ահա։ Հեռախոսն եմ հանում։ Ահա։ Տամ ձեզ ծխախոտ։ Այո։ Խնդրեմ։ Մի վարքին։ Ամեն դեպքում պետք է աճպարը մի Շատ լավ, ծխախոտը վերցնեմ եւ կրակայիչ։ Կրակայիչ։ Որ հնարքը միասին պետք է արվի։ Ուրեմն ես սիրում եմ ծխախոտը այսպես անել։ Չեմ ծխում, բայց այսպես, լավ, սա երկի կատակ է, հիմա ուրեմն մանիպուլյացիա ժանր։ Պետք է անհետացնեմ ծխախոտը ուշադրի, որպեսզի նկատեք։ Վերջ տեսեք, թևքերի մեջ չի, ինչպես շատերը կարծում են։ Այո, անհետացել է։ Շատ լավ է անհետացել։ Իսկ հիմա ես յան փորձեմ կրակերիչի հետ միասին, մի բան փորձել, կատարվեց մի հատ էլ կարելի է։ Չնայած ծխախոտը քանի որ վերջերս թանկացել է, ես չեմ չարաշահի ձեր գումարները, ես այսպես փորձեմ մի փոքր ֆիզիկա օգտագործել, երբ տրորում ես եւ հոսանքային բան է ստեղծվում եւ վերականգնվում է։ Տեսեք, որ իսկապես վերականգնվել է, գաղտնիքներ չկա։ Այո, իսկապես հիմա ես վերցնում եմ նորից կրակայիչը։ Եվ փորձում եմ ընդամենը մի պահ։ Տեսնում եք, չի ստացվում ինձ մոտ ծխել։ Ի վերուստ։ Տեսեք, հիմա անհետացել է կրակայիչը, հետաքրքիրն է, որ կրակայիչը ծխախոտի մեջ է, ծխախոտը կրակայիչ։ Միևնույնն է, որքան փորձում եմ, չի ստացվում, գալիս է այստեղ միշտ ծխախոտը, իսկ կրակայիչը միշտ գալիս է այստեղ։
պաշտում եմ, երբ ինձ դնում են հիմարի տեղ եւ համոզում այո, Հայկային ձեզ մոտ ստացվեց, ես ինձ կատարյալ հիմարի կարգավիճակում եմ զգում։ Գիտակցաբար գնացի այդ քայլին։ Եկեք դա այդպես չպրոպագանդենք, որ մարդիկ էլ որպես ընկալ են միշտ, որտեվ այդ արտահայտությունը ասելով միշտ այդտենց նստած է հայերի մեջ, բայց լավ կլինի որ միշտ ընկալեն որպես ուրախություն։ Հա, իհարկե այն ժպիտ է պարգևում, բայց երբ չես կարողանում բացահայտել ինչպես է դա ստացվում, Ինչպես որ ֆիլմ արվեստը կամ մուլտֆիլմ նայում ենք, չենք մտածում որ դա իրական չի, ասես վայելում ենք պարզապես։ Ամանորից խոսենք մի փոքր, եթե դեմ չեք, ինչպես անցավ ամանորը, Հայաստանում էիք, Հայաստանում չէիք։ Այս տարի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանում էին, մեր նաև արտերկրում բնակվող ընտանիքի անդամները, այնպես որ բոլորով միասին այդպես նշել ենք, առիթը բաց չենք թողել եւ Հայաստանում Մեր հորաքրոջ երեխաները նույնպես արվեստի մեջ են, մենք ասես 4-ով ստեղծագործում ենք Հայաստանում եւ շատ մտերիմ ենք ու ասես մեր համար լավ առիթ է որ այս դեպքերում ասես միասին հավաքվենք։ Արվեստի որ ճյուղի մասին է խոսքը, եթե գաղտնիք չէ։ Մեր քույրիկը երգչուհի է, եղբայրը հաղորդավար։ Քույրիկը Yellow Heart-ն է, Լիլի Արաքելյանը, Համլետին էլ։ Համլետ Արաքելյանը։ Գնացել եք։ Մեր ողջույնները բոլորին։ Մնացիք Հայաստանում, շատ-շատերի պես չգնացիք Հայաստանից դուրս, ծովափ, տաք երկրներ։ Չէ, աշխատանքային համել։ Որտեղ մի բաները շատ են կորպորատիվները։ Նայած ոլորտ իհարկե մարդիկ տարբեր ոլորտների են, մեր ոլորտը շատ ծանրաբեռնված է դեկտեմբերը, ամեն մեկը ես իմ ձևավորումների մասով, Հայկը ելույթների, անգամ նոր տարվա գիշերն է շատ ժամանակ Փող ենք աշխատում։ Դամանը մեքենա փոխել։ Չեմ կարող ասել դեռ տուն ենք պա որտեղ բավասացած չենք, բայց փող ենք աշխատում։ Բայց տունը միայն սեփական ընտանիքը չէ, նաև այն ընտանիքն է, որտեղ մենք մեծանում ենք։ Հիմա այդ մեծ բեռը Աղմկոտ է նաև երբեմն, հա։ Աղմկոտ է, բայց համեմատած իհարկե շատ ավելի հանգիստ է։ Հիմնականում մեծ մեքենաներն անցնում, որտեղ շինարարությունը ամենուրեք է կողմերում դրա համար։ Բայց կամաց մոտենում է ավարտին շինարարությունները, դες որ Մենք նախորդ անգամ հասկացանք, որ դուք խոհանոցում այնքան էլ չեք փայլում, Հայկ, բայց փայլում էր Միլենան։ Որևէ բան փոխվեց ձեր կյանքում խոհանոցի հետ կապված։ Պատրաստելով միգուցե չէ, որովհետև ես սննդակարգին միշտ փորձում եմ հետևել, անընդհատ այդ բանի մեջ եմ։ Կարծում եմ, հա, եթե անցած եթերը նայենք, մի փոքր նյարելու process եղել է։ Դե համար փորձում ես պարզ սնունդներ, հիմա ովքեր որ դրանից հասկանում են, այդ սնունդներից գիտեն, որ շատ կարևոր է հավքի թութես ամեն օր, խոսքով, ասես պարզ է, էլի այդ սննդակարգը, դրա համար այտենց կարիք չի լինում բարդ բաների։ Հայկ վերջերս շատ լայն տարածում է գտնում արհեստական բանականությունը եւ ընդհանրապես համացանցը շատ լայն թափով զարգանում է եւ շատ ու շատ աճպարարների համաշխարհային մեծության աճպարարների հնարքները դառնում են բացահայտված։ Դա ձեզ համար մտահոգիչ է, թե ոչ դուք նոր հնարքներ եք մտածում, կատարելագործվում եք։ Այո, միշտ առաջ է գնում այդ ամեն ինչը եւ ավելի նույնիսկ փորձում են օգտագործել այդ նորագույն տեխնոլոգիաները, ընդհանրապես ինչքան ինֆորմացիա կա հետաքրքիր բան կա, աճպարները օգտագործում, սարքում են հնարք։ Դեռ շատ վաղուց երբ նոր էր այդ ամեն ինչի տեխնոլոգիան զարգանում, էլի դարձնում են հիմա նույնպես։ Օրինակ իմ ներկայացման մեջ այդպիսի համար ունեմ, որ ChatGPT-ին ասում եմ, որ հնարք սովորեցնի, բարձրախոսով դրվում է ու ինքը ինչ որ ասում է, ես կրկնում եմ ու շատ զվարճալի ու հետաքրքիր է ստացվում։ Բայց ստացվում է, թե դեռևս այդքան չի զարգացել արհեստական բանականությունը։ Դե իրականում դա մի փոքր մշակված համար է, նաև իմ ներգրավվածությունը կա, այնպես որ ստացվում է։ Բացահայտման առումով դա վաղուց կար, բացի արհեստական բանականությունից, վատ որ այսպես ասած աճպարներ որոշ բացահայտում էին դեռ վաղուց, արդեն տեսանյութեր նկարում գցում էին, բայց Մտահոգիչ չէ ձեզ համար ամեն դեպքում, որ բացահայտվում է։ Մտահոգիչ է երևույթը, բայց միևնույն է, մենք մեր մասով փորձում ենք լավագույնը անել։ Երևույթը այսքան ներողություն, որ մարդկանց այդ հրաշքն են կորցնում, բայց շատ չեն կարողանում մեզ դեռ վնասել եւ չեն կարողանա կարծում։ Բույսերի մասին խոսենք, սա վստահ եմ Միլենա ձեզ հետ է պետք խոսել, որովհետև Հայկը նույնիսկ չգիտեր, որ տանը կային բույսեր։ Այդքան զարմացավ, երբ ասացի խոսենք բույսերից։ Դուք եք զբաղվում այս ամենի մշակմամբ։ Ցավոք ոչ, որովհետև ժամանակն էլ չի հերիքի, բայց մայրիկի սիրելի Բոլոր բույսերի մասին է խոսքը։ Օբյեկտներն են, այո, բոլոր։ Այո, բոլորը իրեն են։ Լավ։ Ունեմ հետաքրքիր ինֆորմացիա ձեզ համար։ Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ
Հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ մի փոքր մեր մասին կապված համացանցի հետ, իսկ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր բնակարանային բացահայտումները։ Ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համիգախնիկ, Մարանիկ։ Բրավո, գեցեք, շնորհակալություն, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն ես։ Լուրջ մեր պապիկի մոտ ֆոտոնավոր ասելն է ու նվեր ստանալը։ Դե արտասանեք որ տամ։ Ասացինք ընտրյալ հատիկ, համիգախնիկ։ Լավ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Արտասանեք որ տամ։ Շնորհակալություն։ Պապա, մամա, ես սիրում եմ։ Всё։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Ալինք շատ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հիմա խոհանոցի հատվածում են գտնում, բայց քանի որ մենք խոհանոցային լիարժեք բացահայտումներ ունեցել ենք, այնպես որ այս հարցը սահուն կերպով շրջանցում ենք եւ գնում ենք դեպի դեկորներ եւ կատու, ով այս պահին լիարժեք վայելում է իր ազատությունը ձեր բազմոցի վրա։ Հնարավորություն է ընձեռվել։ Այսպես ժիվոյ դեկոր ունենք։ Ահա։ Ամերիկականներից է խոսածովի։ Նաեւ խոսում է։ Խոսեցրեք նրանց, տեսնենք հայք։ Ասել եք տակից դուրս Դիվանակի եկեք։ ամաչումը։ Ամաչում է լավ։ Մի հատ հեսկի։ Միլենա, այս ամենը ինչը որ տեսնում ենք ձեր ձեռքի աշխատանքն է, դա արդեն հասկանալի է, բայց այստեղով ամեն բան սահմանափակվում է, թե կան տեղեր, որտեղ ընդլայնվում է նաև այս ամենը։ Քանի որ հաճախորդները իմ ձեռագիրը եւ իմ ճաշակը հավանում են, ամեն մեկը նոր ոլորտ է ինձ ներքաշում, հիմա արդեն ես ձևավորում եմ այնպիսի բաներ, որոնք որ երբեք չէի մտածում, որ կհասնեմ այդտեղ, բարեբուն իմաստով այդքան վերև, որովհետև այս Ինչ է տարի նշանակում այդքան վերև։ որովհետև այս տարի առաջին անգամ գաղափար չունեմ թե ոնց, բայց արդեն հայերեն չգիտեմ վիշկայի Վերամբարձ, կռունկ, չգիտեմ։ չէ, վերամբարձ կռունկը կռամն է, ընդամենը վերամբարձ։ Վերամբարձ կաբինկա։ Իրա այնպիսի գործեր են, որտեղ դա է օգտագործում եւ շատ տղայական գործեր են, որովհետեւ այնքան ծիծաղալու է, որ ես եւ ընկերուհիս երկուս էլ բնականաբար աղջիկ բարձրանում ենք, ֆասադներ ենք ձևավորում, ինչ որ բաներ ենք փորձում այնտեղ լուծումներ տանք, շատ ցանցի վրա հյուսել, ինչ որ բաներ ձգել, մեխել եւ այլն, ու շատ ծիծաղալու է մարդկանց, եթե կենտրոնում ենք լինում, մարդկանց արձագանքը եղել է անցել են խաչակնքվել են, նայել են մեր վրա, մենք երբ տեսել են ինչ չենք տեսել, հետել տեսանք, ու դրան հակառակ մենք հիմա հետևում ենք, թե ոնց են տղամարդիկ նման գործեր անում, երբ որ անցնում ենք ու իսկապես երևի հազվադեպ տենց կարող է, չգիտեմ, կին աղջիկ տեսնել, որ վերևում ֆասադ է ձևավորում, ինչ որ տասնյակ մետրանոց կամարներ եւ այլն եւ այլն։ Վաղ չունեք բարձրությունից կարելի է ասել։ Փորձում եմ ընդլայնվեմ, ոչինչ առանց կանգ չառնեմ, որ Դուրս են գալիս դեպի պատշկամբի հատված։ Այստեղ նույնպես ամանորյա տրամադրությունը շարունակվում է։ Ով է այս անծայրածիր տարածքների մաքրությամբ զբաղվողը։ Ով հասցնում է։ Հասկացանք, որ մայրիկը կրկին։ Հայկ իսկ դուք ծանր աշխատանքներ։ Այո, անում եմ հողի հետ կապած փորել,
Բայց վերջին անգամ կարծես թե 35 տարի առաջ եք թորել։ Այս սեզոնին իհարկե տխուր է, հիմա որ ջունել չկա մանավանդ, ցած քիչ չորային է, դեռ չի ստացվում այդ տնկելու եւ այլն գործընթացներ անել, որ այգի դառնա, բայց ամռանը գարնանը շատ սիրուն է կանաչում ամեն ինչ։ Այստեղ լողավազան ունենալու ցանկություն չկա։ Եղել է ծրագրերի մեջ, բայց դեռևս չենք իրականացրել, ինչպես տեսնում։ Փորելու առումով այստեղ այդ պարտանյութ ասենք սնունդի կեղևները եւ այլն որ լցնում ենք, հետո մեծ փոս է պետք փորել, որ հետո նորից Ու տեղը բաշխել հողի։ Խնդրում եք մարդ, ով կկարողանա օգնել ձեզ այդ հարցում, Հայկ։ Չէ, դա եմ ես պարբերաբանում, ինչպես նաեւ եղել է որ կենթանի ենք հողարկավորել։ Ընդհուպ։ Դե կարևոր երկար տարիներ է պահում նապաստակ եղել է, որ արդեն մեկը մեծացել է եւ արդեն իր ծերությամբ սատկել է։ Եվ հողարկավորել ենք, բայց ոչ այստեղ, պես որ կվեք հագիստ քայլել։ Այո, ինչ որ մեկի գերեզմանին չենք գտնվում։ Բացօթյա հատվածում նույնպես կարծես թե տեղի են ունենում պատրաստման աշխատանքներ Դա սննդի։ ավելի շատ տեսքի համար է, քան գործածվողը, բայց դրել ենք, որ իմանանք, որ կա։ Ժամանակ չունում ոչինչ անել, նույնիսկ սա հիշում եք անցած մեր հանդիպմանը կարծեմ այստեղ էր որ ես քարերով դրել էի այդ Անցած հաղորդումը նկարել ենք ներսում, Հայկ Հոհանոցում։ Դե մենք միասին դուրս ենք եկել, այդպես զուտ դուք եթե հիշեք։ Հիմա սա պատվիրվեց, բայց երևի մի անգամ ենք օգտագործել, որովհետև ժամանակ չկա։ Գնանք ներս, բայց մինչ ներս գնալը ես այնտեղ հետաքրքիր կտավ եմ տեսնում երկու խարտյաշ երեխաների։ Ովքեր են այդ երեխաները։ Մայրիկս է նկարել այս Սրանք մեր կտավը։ հայվանի։ Սրանք ես եւ քույրիկս ենք։ Եվ Ահա։ այդ որ ասում իսկապես արվեստի ջիղը ուժեղ է, չնայած իրենց մասնագիտություններին, եւս մեկ ապացույց։ Իդեպ կատունից մի բան խոսենք որ կադրում երևաց Մեկ վարքյան խոսենք կտավից, հետո խոսենք կատուներից։ Սա մայրիկն է նկարել։ Մայրիկի միակ աշխատանքն է, որը կա այս պահին ձեր տանը։ Այս պահին հա որ կարողանանք sense նայել, հա, բայց նշեմ որ մայրիկի պապիկը Մոսֆիլմում այն ժամանակ սովետական միության ժամանակ որպես նկարիչ է ֆիլմի հանդես եկել, հա, Հրաչ Մեքինյան, տարբեր ավելի սովետական հայտնի ֆիլմերի նկարիչն է եղել ու այդպես այդ մասով գեներով փոխանցվել է դա։ Սա շատ տարիներ առաջ նկարվի 15 տարի կլինի ավել։ Շատ։ Մոտորպես այս տարիքի։ Հետո միգուցե ավելի է հմտացել, բայց Եվս մեկ կատու հայտնվեց եւ կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է կատուների մասին խոսել։ 4 ձակուկներ էին, ծնողները ման են եկել, այստեղ մենք Բուխարու անցք ունենք, օդանցքը, գտել են այդպես ապահով վայր եւ ձակուկներին բերել են այստեղ։ Ճիշտն ասած, անկեղծ ասած, մինչեւ դա մենք կատուներին այդքան էլ չենք սիրում, շատերը կարծում այդպես են, որ շնիկներին, շներին սիրում են, կատուներին ոչ այնքան, բայց այս ձակուկներից հետո սկսեցինք շատ սիրել, որովհետեւ պահեցինք փոքր ժամանակվանից, խնամեցինք։ Մեր աչքի առաջ մեծացա։ Եվ մինչև հիմա դա նրանց ապահով տեղն է, որ ինչ-որ ձայն են լսում, ճիշտ է, հիմա շատ մեծ են։ Չնայած մենք բունիկ ենք դրել իրենց համար, հա։ Որևէ խոչընդոտ չկա, ինչ ուզում անում են, կարելի է ասել, ուր Իրենք ուզում իսկապես մտնում շատ են։ լավ են ապրում, ասենց ասեմ։ Անընդհատ տուն են մտնում, ինչպես տեսակ, այս դռներից հետո, բայց տանը շատ չենք թողում որ մնան։ Այս դռնով ուր ենք գնալու։ Հաջորդ սենյակ, հյուրերի սենյակ, ազատ սենյակ, որը որ Հաճախ են ձեր տանը լինում հյուրեր, ովքեր հանգրվանում են այդ սենյակում։ շատ հաճախ չէ, բայց հնարավորությունը կա, կարևորը որ Պահեստային սենյակ։ եթե կան կրկի պահեստային սենյակ։ Եվ այստեղ խանության միգուցե։ փոքրիկ գրադարան։ Ում են պատկանում այս գրքերը, ինչ եք կարդում ավելի շատ։ Գրքերի մասով բոլոր հիմնական մասը մայրիկն է ապահովել իր տարիների ընթացքում։ Ուզում եմ անպայման ցույց տամ այս գրքերը, որոնց վրա մենք մեծացել ենք ու ինքը ինչքան ուժ ունի մեզ փորձել է տարբեր ձևերով զարգացնել, այստեղ չգիտեմ, ամենատարբեր ոլորտի ինչ որ գրքեր են, փափուկ խաղալիք կարել, ինչ որ մրգերից բաներ ստանալ, տորտիկներ, Ցուցադրել։ Մանկության սիրելի գրքերն էին հիմա։ Օրինակ սա Եվ տորտել ինքը հա այստեղ գրություն էր միշտ գրում, թվականները կա թե սիրով մայրիկը ընկերն է։ այսպես Ահա։ Շատ հետաքրքիր պատկերներ կան այս մարցիպանից պատրաստվող, հիմա դա շատ է զարգացել, բայց այն ժամանակ զարգացած չէր ու այսպես մենակ նկարներ նայելը նույնիսկ շատ զվարճալի էր։ Իդեպ այն ժամանակ բնականաբար ինտերնետը այդքան հասանելի չէր մեզ ու շատ լավ Այսպեսի բան նույնիսկ հիմա երևի չեն։
Դուբայ շոկոլադի էր նման 2008 թվականին։ Ու այս ամենը շատ լավ աղբյուր էր ինֆորմացիա ստանալու, այստեղ живопись էլի գեղարվեստի հետ կապված բան, այստեղ տարբեր քիմիա, ֆիզիկա, այդ ամեն ինչի մասին, Հիշում եմ գիրք ունենք, ոչ մեկ как стать круче։ Դա թարգմանաբար ինչպես դառնում ավելի հետաքրքիր։ հոգեբանական ինչ-որ 2001 թվի ասա, այսպես անգլերենի համար։ Անգլերեն եւ ռուսերեն անկաշկանդ խոսում եք, շփվում եք, գրում, կարդում, արտասանում։ ուզում Մենակ եմ չասեք, հիմա անգլերեն խոսեք։ Այսինքն կարելի է զրուցել, բայց այդպես որ ասում են միշտ չգիտեմ ինչ տեքստ ասես հիմա կամ ինչից սկսես խոսել։ ուզում եմ այդ մասով մի հատ հավելում անեմ, հետաքրքիր 21-րդ դարն է, բայց դեռ կան մարդիկ, ովքեր որ իզարմանեսից չգիտեն կամ ռուսերեն կամ անգլերեն եւ կամ ոչինչ, ոչնա։ Իմ պարագայում այդ ֆիշկաներից մեկն է գործի մեջ, որովհետեւ իրոք շատ է օգնում, երբ որ դու չունես այդ սահմանը ու ավելին ասեմ, էլի ծաղալու է իմ թիմում կան եւ ռուսախճիկ, ռուսախոս եւ ով որ չգիտի անգլերեն եւ կան այլ երկրի աշխատակիցներ օգնողներ, ովքեր որ չգիտեն այլ լեզուներ եւ երբ որ մենք բոլորով միասին ինտերնացիոնալ ինչ-որտեղ գնում ենք այդ մեր խմբով, ասում են ինտերնացիոնալ կոմանդան եկավ ու էսենց մեկ է ռուսերեն, մեկ է անգլերեն, մեկ է հայերեն, շատ հետաքրքիր է այդ ընդհանուր կապը։ Շատ հետաքրքիր է, չընկերն կատակեր, բայց հա շատ հետաքրքիր է այդ լեզվի առումով աշխատանքի մեջ։ Սա Քահանայի գրված գիրքը Հուսիկ Քահանայի սիրո մասին եւ ընտանիքի շատ լավն է, ինչպես ընտանիքը։ Սերը երբեք չի անհետանում, կխնդրեմ դարձերեսով պահել, Հայկ, շնորհակալություն։ Իդեպ Այս գիրքը Հայկն է, իդեպ ինձ նվիրել։ Այս երեսին ընտանիքն էր իրա, պարզապես ցույցել ես կնետ այդ խորթը ընտանիքի։ սերը երբեք չի անհետանում։ Ինչ փուլում է գտնում Եվ դեր չել հայտնվում։ Չել հայտնվում։ Կրկին փնտրում եք հարցնացու։ Այո։ Նախորդ հաղորդման ժամանակ ակտիվորեն փնտրում էիք հարցնացու, ոչինչ չի փոխվել ձեր կյանքում։ Իսկ միգուցե դրանք միայն խոսքի տեսքով են դրա համար չի հայտնվում որևէ մեկը։ Չէ, փնտրում եք ճիշտ։ Գործողություններ կան։ Լապտերով դուրս եք գալիս եւ փնտրում հարցնացու։ Հայկ մեզնից ձախ գտնվող այս արկղը վստահ եմ որ ձեզ է պատկանում։ Եթե սխալվում եմ, ապա ուղղեք Շատ ինձ։ հետաքրքիր աշխարհական ներկա, բայց հիմա չեմ կարող, սա նրանցից է, որը ասում է որ բեմում կամ ավելի տես մեծ տարածք է պետք ցուցադրելու։ Կարելի է բացել, թե չի կարելի։ Ցանկալի չի։ Ցանկալի չէ։ Չգիտենք ինչ դուրս կգա։ Կարծում։ Լավ, գնանք առաջ ուրեմն, շարունակենք։ Այնտեղ նկատեցիք այն սենյակում լատիներենով գրականություններ, այստեղ մենք անգամ ճապոներեն ունենք, որովհետև մայրիկը չի սահմանափակվում։ Չի սահմանափակվում։ Շատ լեզուներ գիտի։ Նկարն է։ Մանրանկարչության, հա, իդեպ որ հարցնում եք նկարներից, Ինչ է ասում։ Այո, թռչնապարեր են առհասարակ ասում, բայց եթե այլ պատկերներ են, չգիտեմ ինչպես են դրան անվանում։ Գնանք հաջորդ սենյակ եւ ուր ենք գնում, որն է հաջորդ սենյակը։ Միգուցե կամ Հայկի կամ իմ։ Գնանք Միլենայի սենյակ, գնանք Միլենայի սենյակ, այնուհետև կգնանք Հայկի սենյակ։ Խնդրեմ Միլենա, լիարժեք ազատ եք ամեն բան բաց սրտով ներկայացնելու համար։ Այս սենյակում իմ կյանքի շատ քիչ ժամանակ եմ անցկացնում, որովհետև գալիս եմ միայն, չգիտեմ, քնում եմ, փոխվում եմ, գնում եմ, շատ դրսում անընդհատ իմ աշխատանքի բերումով որ ես անցնում։ Այստեղ փորձել եմ իմ կատարած աշխատանքներից իրուն կադրերը սենց պահպանեմ, որովհետև ես հավատացած եմ, որ ինչքան էլ որ զարգանա, այնտեղ արհեստական ինտելեկտի մասով հանջանասում էի, ես ուզում էի անընդհատ ասեի, որ ես այնքան դեմ եմ, փորձում եմ դեռևս այդ բանակում եմ, որ դեռ պայքարում է։ Մանավանդ իմ աշխատանքը, որ ամեն ինչ ձեռքով է ստեղծվում, ես փորձում եմ շատ հազվադեպ դեպքերում դիմեմ արհեստական ինտելեկտին ու նաև ցիֆրավոյից դուրսել, ոնց որ փորձում եմ ամեն ինչ ավելի նյութականացնեմ, միայն հեռախոսի մեջ չլինի, միայն կադրերի մեջ չլինի, այնպես որ սիրում եմ տպած ֆոտոների մասը, այստեղ տարբեր իմ գործունեության փնջերը, չգիտեմ, հարսանիքները, այդպես։ Սա ես եմ լինել նվիրել ամբողջովին իր կերպարն է, հատկապես փոքր ժամանակ, բայց նաև հիմա ասենց էս հոգին դա էս տեսքը ունի։ Շատ պատական է, հանդիպեցի ու Բայց գլխարկից վարդագույն։ Միլենա, մի հարց ունեմ, ձեզ Հայկ հետո անդրադառնանք այդ ամենին, տունը կարծես թե ընդհանուր սպիտակ գույների մեջ է, բայց դուք լինելով դիզայներ չեք ծավալվել շատ այդքան եւ ընդամենը մեկ այլ գույն եք ավելացրել։ Ասեմ ինչի, այն չենք, որ մեր
տարբեր սեզոններին մեր տունը տարբեր ձևով է ձևավորվում։ Սպիտակը ամենաշատ հնարավորությունն է տալիս իրան հավելելու աքսեսուարներով ու նոր շունչ ստանալ, որպես կտավ է սպիտակել, իսկ գույնը արդեն թելադրող է։ Մոխրագույնը ձեր սիրելի գույներից է կարելի Երևի հանգիստ է մի փոքր այլ գույն չկար ուղղակի։ Կար շատ տարբերակներ իհարկե կան։ Բռնցքամարտ, ինչ կապ ունեք դուք բռնցքամարտի հետ։ Իմ թաքնված տաղանդներից է սպորտ շատ սեր ունեմ սպորտի հանդեպ, ինչպես Հայկը նշում է։ Բայց սիրողակ է, ոչ պրոֆեսիոնալ։ Գույնից կարելի է ենթադրել, որ պրոֆեսիոնալ սիրողակ է։ եւս իրականում ունեմ որոշակի անցած, մեծ տենիս, Ու ես կապտատաշկով սիրողակ։ արաբական պարեր, մեծ տենիս եւ բռնցքամարտի հետ կապված եմ։ Արաբական պարեր նույնիսկ։ Շատ տարբեր են, բայց համադրվում են։ Հիմա միայն մնաց դիզայնի ոլորտը։ Սպորտը միշտ կա իմ կյանքում, բայց մասնագիտական դիզայնին։ Այգ դուք բան եք ուզում ցուցադրել մեզ։ Այս խաղարկը վերջերս Միլենան շահեց հրա ցանով երբ կրակում են, ես ընդհանրապես ամբողջ կյանքում լավ եմ եղել դրանից, բայց սա անակնկալ էր, ինչպես կարողացավ շատ դիպուկ այսա։ Նապաստակներ։ Իդեպ այն հարցնում եք լուծումների առումով, սա է իմ միակ լուծումը տան մեջ, շատ եմ հպարտանում, այստեղ իմ աքսեսուարներն են։ Այս ընդհանուր առմամբ դիզայնի կարևոր մասը դա տարածքները օգտագործելն է հնարավոր չափով ու սա տենց շատ լավ պահ էր, որ կարելի է օգտագործել դատարկ թողելու փոխարեն։ Կյանքահեն բան եք մտածել, էլի, լայֆհակ։ Լայֆհակ։ Այդպես Բացահայտեցինք ամեն բան ձեր սենյակում, թե կամ բաներ, որ այո, այստեղ մեր ընտանեկան նկարն է դեպ, մեր որ խոսում էինք քիչ առաջ քույրիկի եղբոր մասին։ Հա, եւ ես էլ եմ նկարում, մի քանի կտավ կա այստեղ։ Հա, մեր հայրիկի հետ։ Ահա։ Ինքը մեր բոլորի ավակ ընկերն է։ ավակ ընկերը եւ սկզբնա պահապանը եւ հասնողը։ Եվ ամեն ինչի սկզբնախորն եղել, որովհետեւ Լիլին օրինակ առաջին ինքն է գիտար նվիրել, հիմա Լիլին երաժիշտ է Հայկին ֆոկուսի աճպարության բանն է նվիրել, ինքը շատ sense մեր բոլորի մեջ։ Բայց իսկապես ստացվում է այդպես։ Այսինքն իմ Հայրիկը կարծես թե գուշակել է ով ինչով պետք է զբաղվի։ Գուշակել է։ Դա իսկական մաթեմատիկա արել հայրիկը։ Այդեպ այդ մասով այս կտավներն եմ ուզում ցույց տալ, մի քանի բան կա, էլի այստեղ մասնագիտական նկարել եմ։ Այստեղ իմ ամսվա planning-ն է, այսինքն ամեն ինչը որ կա, էլի իմ մասնագիտության բաներով։ Այս տոնածառիկն եմ ուզում ուշադրություն դարձնել, սա մայրիկս ավելացրել, բայց բուն տոնածառը այս վիճակով մի անգամ հիշում եմ շատ հոգնած, ես ստացվում եմ, որ դեկտեմբերին բոլորի համար տոն եմ ստեղծում, երբեմն լինում որ ինձ պակասում է այդ հրաշքը, որտեղ դու անընդհատ այդ հակառակ կողմում ես ստեղծողի, անողի, գտնողի, բերողի այդ աժոտաժի մեջ, ու մի անգամ շատ հոգնած, sense որ եկա այս դե հերիք ինքս իմ մեջ ասելով, կլինի մեկն էլ իմ համար տոն ստեղծի, եկա այնքան հրաշալի էր այդ պահը պապաս ինքը շատ բաներ ունել, դա ինչ որ բան ասոցացնում, այմ հետ վերցնում, բերում, ու այսպես դրել էր սենյակումս, այս տոնածառիկը բանը շատ հրաշալի էր, ես մտավ ինչ որ մեկն էլ իմ համար էր արել, շատ ցենց տպավորվել է ու դարձել է ջերմ հիշողություն։ Շնորհակալություն հայրիկ իմ բոլորի համար հեքիաթ ապահովելու համար։ Գնանք առաջ Հայկ։ Եկավ պահը, երբ պետք է ձեր սենյակում հայտնվենք։ Վստահ եմ Միլենա դուք նույնպես կմիանաք մեզ այս ընթացքում, չէիք գտնում որն է ձեր սենյակը Հայկ, թե ինձ դա թվաց ուղղակի։ Ես ուզում եմ ասել, միանգամից ստեղով արագ անցնենք։ Անցանք արագ։ Voyage նավով ճանապարհորդել։ Ոյադի ընդհանրապես մտով իհարկե, բայց Ահա։ Մուտք դեպի ձեր սենյակ։ կախարդական սենյակ։ Իրականում սենյակ։ Շատ մտքեր կան ավելի տես կախարդական պատրաստելու սարքելու, բայց դեռ ժամանակ չունեմ։ Այս պարանը պատվիրել եմ, որովհետև իրերը շատ են ու ինձ պետք է որ աչքի առաջ լինեն, որ միջոցառումը լինում թեմատիկ, օրինակ ինձ ասում են կարող ենք, չգիտեմ, ատամի թեմայով ատամնաբույժների միջոցառումը, ինչ որ ատամի հետ կապված, ես պետք է ասես նայեմ, մի հատ հասկանամ ինչ կարելի է անել, այստեղ ամբողջ իրեր են։ Տեսնում եք։ Ինձ մշտապես հետաքրքրում է այս խաղաթղթերի հավաքածուն։ Ինչու են բոլոր աճպարարները ունենում տարատեսակ հավաքածուներ եւ ինչով է մեկը մյուսից տարբերվում։ Իմը այդքան մեծ հավաքածու չի, Հայաստանում իմ ընկերը Արամ Ղարաբյանը ունի ահռելի մի հավաքածու խաղաքարտերի, կան պարզապես օրինակ գույների առումով, որ տարբեր հագուստների հետ, հետո կան որ մի փոքր անորակ կարտեր են, որպեսզի լինի պատրել, տարբեր բաներ, կան բավականին թանկ կարտեր։ Որոնք են օրինակ անորակները կցուցադրեք։
Սա այսպես ֆիրման ցույց տամ, բայց Ֆիրման մի ցուցադրեք, խնդրում եմ, կտակ ինձ։ Շնորհակալություն։ Նվեր։ Այո։ Ես այլ նվերել էի պատրաստել, բայց հեսա մի հատ գտնեմ։ Իսկ որտեղ է այդ նվերը։ Այսա։ Իդեպ խաղակարտերի մասով պիտի ասեմ նաև շատ է, որովհետև բոլորը ով տարբեր երկիր է գնում ընտանիքի անդամներից ընկերներից որպես սուվենիր առաջին բանը այդ ասոցիացվում է, անգամ լինում է նույնից հավաքել է արդեն հայկոն նույն երկրից։ Ահա։ Կապիչ։ Այո, ստուգենք քուղը։ Քուղ, հայրեն այդպես է։ Այո։ Եվ այսպեսի ամանիկ, որի մեջ կտնենք այն։ Որից հետո հիմա կարատեի գնացել եք փոքր ժամանակ։ Միայն կարատեի եմ գնացել։ Ինչ անեմ, Հայկ։ Պետք է վիրտուալ ձևով Ուղղակի այսպես խփեմ։ Ուղղակի խփեմ եւ Всё, արդեն ազդեց կախրդանքը ձեր։ Կիսվեց։ Ահա։ Երկու կողմից։ Իսկ հիմա Սա դες նվեր կանեք Շատ շնորհակալություն, բայց այնպես չի որ ես խաղաթղթերը չեմ վերցնելու, Հայկ։ Դուք ասացիք անորակ է, ես դա միանգամից հասկացա։ Վերևի տուփը կրկին խաղաթղթի տեսքով։ Սա Վարդան Ամիրյանն է նվիրել, Հայ Աճպարների միության նախագահը, շատ այլ նվերներ էլ ունի, այստեղ բողոքի։ Տուփ է, չէ՞, ճիշտ հասկացա, ոչ թե գիծ։ Այո, մեջը բառապես դատարկ է։ Ահա։ Եվս մի տեսեք հետաքրիր իլյուզիա։ Որն է մեծ մարդուկներից։ Կարմիրը։ Հիմա այսպես թափարում ենք իրենց։ Եկեք մոտ, Կարմիրը։ որպեսզի տեսնեք։ Ես տեսնում եմ։ Տեղինը։ Հետո Բայց իհարկե իրենք չեն փոխում չափերը, հավասար են ավելին։ Ահա։ Եկեք Սերժ Դավիթին նվիրենք։ Եկեք, իրոք շնորհակալություն։ Կզարմացնի։ Դուք նաև ժամացույցների սիրահար եք, հավաքածու կարելի ասել ունեք։ Որ ասում այդպես մեծ սիրար եմ, ոչ հիմնականում նվիրել, ուղղակի գեստների հետ համադրում եմ։ Ահա։ Սա իմ ելույթ ունենալու շոուից գեստի հետ, նարնջագույն, բայց հիմնականում սիրում եմ սև գույնը։ Հայկ, մի հարց։ Այս ամենը ինչու է դրված ձեր մահճակալի վրա։ Սա պարզապես մնացել էր։ Հա, մնացել էր։ Գլխարկներ կան շատ, նույնիսկ հիմա մի քանիսը չեն երևում։ Սա աշխարհի ամենահին հնարքն է, մոտ մի 5000 տարի առաջվա եգիպտական պապիրոսներում cups and balls է կոչվում, այսինքն բաժակներ եւ գնդակներ։ Ահա։ Նկարը հետո դες կուարկեմ կտեսնեք, հին ամենա խոսքով հնարքն է համարվում։ Դա երբ 3 բաժակ է, 1 գնդակ եւ պետք է գուշակել գնդակը, որ բաժակի տակ է։ Դա հետագայում է եկել այսպես շուլերական ինչ-որ բան, բայց նմանատիպ։ Այստեղ իմ DVD-ներն են աճպարական, երկև մի մասն է, բայց ես սրանց տակ եմ այսպես ասած մեծացել, հիմնականում Դեյվիդ Կոպերֆիլդի Վերջին անգամ երբ եք դրանք հասցրել նայել, Հայկ։ Դե հիմա արդեն նայում եմ սրանք հենց համացանցով։ Բայց Ահա։ Խնդրեմ, շարունակենք։ Բայց իսկապես ֆանտաստիկ է, եթե ինչ-որ մեկը հետաքրված է աշխարհությամբ, պարտադիր պետք է նայի իր շոուները։ Այդտեղ կան սովորեցնող ֆրանսերեն չեմ հասկանում, բայց իդեպ անգլերեն ես սովորել եմ հենց նաև հորաքրոջից շնորհիվ, ով Դասախոս է դոցենտ է։ Հա, ռոմանո Գերմանական համալսարանում։ Գերմանական համալսարանում, բայց նաև այս հնարքների շնորհիվ այդ բոլոր տերմինները այնքան եմ այսպես լսել սեմինարներում։ Այ դեպ անգլերենի մասով ես էլ պիտի հավելեմ, որ Կարտոչնի ֆոկուսի ներողություն մնա։ Այն ժամանակ համացանցը որ այդքան զարգացած չէր, այսպեսի բաներով ենք սովորում, մի ձև գտնում ենք։ Սա կանադահայ աճպարի ինքն նաև հայ է, Պետրոս Ակելյան։ Իրան է խոսքով հետաքրիր է։ Նաև գրականություն Շերլոք Հոլմսի կերպարանքով աջ կողմում տեսնում եմ։ Այո, Շերլոք Հոլմս շատ եմ սիրում։ Այդպես որ ճիշտ ասեմ, շատ ընթերցասեր չեմ։ Հիմնականում կամ հոգևոր գրականություն կամ Շերլոք Հոլմսը օրինակ այսպես չրթելով, այսպես ասած գնացել եմ, որտեղ շատ Այդ կա մասնագիտական գրականություն աճպարարների համար։ Այո, կա, հիմա այդ կողմում է տեղերով փոխվենք։ Չգիտեմ, հա, հավանաբար փոխվենք տեղերով։ DVD-ների եւ սկավառակների հետ զուգահեռ այս գրքերն են եղել մանկուց։ Սա էլի անգլերեն է, կարծեմ հորաքույց է նվիրել, մնացածը ռուսերեն է։ Համայակ Հակոբյանը հայտնի, հայ։ Իր հայրիկն ավելի հայտնի, Հարություն Հակոբյանը, ով
վաստակավոր արտիստ եղել խորհրդային միությունում, Grand Prix արշահել։ Շատ ավելի շատ գրքեր ունեմ, հիմա ուղղակի տարբեր վայրերում են։ Սա օրացույց է հին աճպարարների նկարներով եւ պոստերներով։ Այո։ Այսպես են եղել հնում, երբ նույնիսկ ֆոտո չի եղել, այսպես ձեռքով նկարել են իրենց պոստերները, աճպարարները։ Շատ հետաքրքիր է։ Ձախ կողմում գտնվում են աճպարարությանը վերաբերող իրերը, ընդամենը մի փոքր հատվածում եւ մնացածը հոգեվոր թեմային Նայեք, այստեղ ժամագիրք, նարեկացու տարբեր թարգմանություններ կա գրաբարով, Գրիգորյանի թարգմանությունը այստեղ Տեր Արամի թարգմանությունը եւ այստեղ ունեմ մի հատ շատ կարևոր թանկարժեք բան, Հայր Միքայելի Տաթևի վանահոր գիրքն է, որը վերջերս է դուրս եկել եւ իր ստորագրությամբ, որը ուզում եմ նվիրել ձեզ։ Օ, շատ շնորհակալություն եւ մեծ պատիվ, իրոք շնորհակալություն Հայկ ամեն ինչի համար։ Բայց Միլենայի խոսքը թողեցինք կիսատ, որովհետև տեղափոխվում էինք։ Խնդրեմ Միլենա։ Ուզում էի հավելեի, քանի որ մենք այսքան նշում ենք մեր ընտանիքի բոլոր անդամներին, անպայման այդ մասն անգլերենի մասով, իրոք մեր հորաքրոջ շնորհիվ է, որ այնտեղ են սենյակում խոսում ենք լեզուների իմացությունից։ Ինքն էլ ինչի եմ նշում, որովհետև հոյակապը ինձ թվում է, որ ընտանիքի անդամները մեկը մյուսին կարողանում են ճիշտ ձևով զարգացնել, ճիշտ ուղղության վրա դնել ու այդ հոյակապ ամրացնում է իրենց միջև կապը, ամեն մեկի մի ներդրում է ունենում մյուսի լավ ապագայի մեջ։ Այնտեղ փոքրիկ գիտար ունեմ, յուկուլելե է։ Դա տեսանք արդեն։ Ուրեմն նվագել։ Կարող եք նվագել։ Կարող եք փոխանցել։ Օ, լավ, մեզ երբ կմաղթեք հաջողություն եւ բարի ճանապարհ, հենց այդ նոտաներով էլ կուղեկցեք։ Բայց ասեմ որ դա քույրիկս է նվիրել Yellow Heart տարիներ առաջ, իր շնորհիվ սկսեցի սովորել մեծ գիտար Փոխանցեց էլի հայրիկի նվերը մի փոքր չափերը կրճատելով հետ վերադարձրեց։ Այդ մեծ գիտար չեմ կարող լավ նվագել, բայց սա 4 լար է եւ կարող եմ։ Հայկ այստեղի արկա գործիքներից եւ դիմաց արկա ամեն ինչից կարելի է ենթադրել, որ դուք եք ձեր հնարքների համար ստեղծողը, տարատեսակ։ Այո, աճպարները ընդհանրապես շատ տառմով զարգացած է իրանց մոտ, շատ ստեղծող են, որովհետեւ անդադ կարիք է լինում։ Օրինակ սա ամենաշատ օգտագործվող գործիքն է, սոսինզները։ Վերջ։ Այս լույսն էլ է մի դեպի սարքել։ Աճպարարությամբ, Այո։ էլեկտրիկությամբ։ Այստեղ մի հատ հնարամիտ բան ցույց տամ, քանի որ մեր նախորդ են հնարամտությունն իմ, այդ զանգի շատ դիտումներ ավակեց համացանցում, տենց բաները շատ եմ անում կյանքը հարմարավետ դարձնելու համար։ Ամեն ինչ չէ որ հիմա կարող եմ ցույց տալ եւ կհիշեմ, բայց այս աղբամանը օրինակ միտք ինչպես կարելի է, ինչով ասա լավ։ Նախ աղբը գցելուց բասկետբոլի պես նշան չես բռնում, երբ ինքը հատակում է լինում։ Եվ հետո տակն ազատ տարածվում փոշեկուլ անելու համար եւ այլն չի կեղտոտվում։ Այսպեսի չնայոտից գնում ենք այդ անկյունա երկաթ կոչվածը, պարզապես մի փոքր այսպես սեղմել եմ, որտեղ այդպեսի դետալ չկա եւ սա արդեն բանանում։ Այս նստում է այդտեղ։ Վերջ։ Շատ հարմարավետ մի ամուր։ Շնորհակալություն Հայկ, շնորհակալություն Միլենա։ Կարծես թե մեր եթերաժամանակը մոտեցավ ավարտին, այնպես որ կհանդիպենք դրան մոտ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։
Ընկերներ, ժամանակն է իրար հրաժեշտ տալու, բայց ուրախ նոտաներով եկեք իրար հրաժեշտ տանք, շատ ուրախ նոտաներով, խնդրեմ Հայկ։ Here's a little song I wrote. You might want to sing it note for note, but don't worry. Be happy. Կեցեք Հայկ, բրավո եւ շնորհակալություն։ Հաջորդ տարի, այսինքն այս տարի արդեն։ Այո։ Տարվա մաղթանքն է։ Դե հենց այս տարվա մաղթանքն էլ թող լինի առատության, համերաշխության եւ խաղաղության տարի։ Շնորհակալություն ձեզ Ոնց հետաքրքիր զրույց։ փոքրիկ sense մանրել, որ վայելեք հետո մեծ հիշեք։ Բայ շնորհակալություն շատ։ Հետո Տիրանի եւ կվերցնենք։ սուրճի համով կոնյակներ։ Շատ շնորհակալություն։ Լավ մնացեք, Դուք հաջողություն։ շնորհակալ ենք, որ եկաք, շնորհակալություն։ Ցտեսություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.